Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Սահականուշի խոհանոց։ Ինչպես տեսնում եք իմ սեղանի վրա դրված մթերքներից, մենք այսօր թխելու ենք ամենահամեղ կարկանդակներից մեկը՝ խնձորով կարկանդակ։ Իհարկե սա շտրուդել չի, ինչպես ասում են վիեննական շտրուդել, դա մենք կթխենք մեկ ուրիշ անգամ, բայց ասեմ, որ և տեսքով, և համով չի զիջում այդ լեգենդար խմորեղենին։ Եվ այսպես ես խմորը դրեցի մի կողմ, որպեսզի չհալվի սեղանի վրա, դրեցի սառնարան, իսկ այժմ մնացած մթերքները սկսենք ներկայացնել։ Վերցրել եմ 3 տեսակի խնձոր, որպեսզի նույնատիպ համ չլինի, դարչին, օսլա, կարագ և շաքարավազ, ինչպես տեսնում եք կիտրոն և մյուս խնձորները մանր կտրտած, սա նույնպես պիտի ավելացնենք, այսինքն 5 խնձորը բավական է մեր այս համեղ կարկանդակը պատրաստելու համար։ Կեղևահան ենք անում խնձորները, որից հետո կտրտում ենք, հեռացնում ենք միջուկը, կորիզները և բաժանում ենք 6-ից 8 հավասար մասերի, յուրաքանչյուր կեսը, տեսեք այսպես, և նորից պիտի 2 կես անենք, շատ մանր կտորների չենք վերածում, որ խնձորի հյութեղությունը և անուշ համը, հոտը չկորցնենք, ես այսպես եմ կտրտում, եթե դուք մտածում եք ավելի մանր կարող եք կտրտել, սա ձեր գործն է։ Վերցնում ենք շաքարավազը, վերցրել եմ 150 գրամ շաքարավազ, 1 թեյի գդալ դարչին, մի փոքր վանիլին, խառնում եմ ստացված այս մասսան, այնպես որ բոլոր չոր բաղադրիչները լուծվեն և քերում եմ կես կիտրոնի կեղևը, ավել պետք չի։ Սա էլ է կախված ձեր ցանկությունից, եթե մտածում եք ավելի թթվաշ, եթե խնձորները քաղցր են, մի խոսքով կարող եք անել ձեր ցանկությամբ, բայց կեսը լիովին բավական է։ Սա նույնպես լավ խառնում ենք, այնպես որ ձուլվում է միջուկին, կիտրոնի այս քերուկը, իսկ խնձորը արդեն ավելացնում եմ 50 գրամ հալեցրած կարագի վրա։ Հավասարեցնում եմ, որից հետո արդեն այս ամբողջ խնձորի վրա պիտի ավելացնեմ մեր ստացված շաքարավազը, դարչինը, վանիլինը և կիտրոնի քերուկը։ Խառնում ենք, որպեսզի հավասարաչափ ծածկվի խնձորը այս համեղ փոշիով, այսպես ասած, և մի քիչ հետո կտեսնենք, թե ինչքան հյութ է արդեն արտադրվել։ Խառնում ենք, շատ ուժեղ կրակի վրա չենք եփում, որովհետև կարող է այրվի, և ոչ էլ շատ ցածր, որպեսզի խնձորը եփվի, հարկավոր է այնպես անել, որ գեղեցիկ կարամելային խնձոր ստանանք։ Ավելացնում եմ օսլան, 1 ճաշի գդալ։ Օսլան էլ լավ խառնում եմ, մինչև լիովին հալվում, միանում է այս խնձորի զանգվածին, մի փոքր էլ եռացնում ենք, տեսեք ինչքան գեղեցիկ, թափանցիկ և փայլուն կեղևով խնձորներ ունեցանք։ Համարյա թե հյութ չկա, միայն կարամելն է, դատարկում եմ ափսեի մեջ, որպեսզի մի փոքր հովանա և արդեն անցնում ենք հաջորդ փուլին։ Արդեն կռահում եք, որ պիտի բացենք խմորը։ Խմորը շերտավոր խմոր է, պատրաստել եմ ինքս, իմ ալիքում կա դրված 3 տեսակ շերտավոր խմոր, սա համար 2-ն է, ասեմ, եթե ձեզ կհետաքրքրի, կարող եք փորձել, կարող եք օգտագործել այս խմորը, շատ հաջող խմոր է, փխրուն և համեղ։ Այժմ արդեն հովացած, կարամելացված խնձորը լցնում եմ խմորի վրա։ Խմորը, ասեմ, մոտավորապես բացել եմ 40-30-ի վրա, այդպիսի լայնություն և երկարություն ունեցող խմոր ենք ստացել։
Ծայրերը ավելի բարակ եմ արել, ավելի եմ բարակացրել, որովհետև տեսնում եք, պիտի փակեմ, որպեսզի կարամելային այս զանգվածը դուրս չգա, եւ այժմ միանգամից խնձորի մյուս շերտը կարող ենք առաջ բերել ու ծածկել։ Այստեղ մի բան կարող եմ ասել, եթե առաջին անգամ եք թխում, սկսնակներին է սա վերաբերվում, կարող եք այս գործողությունը կատարել միանգամից յուղաթղթի վրա, որովհետև հնարավոր է հանկարծ լավ չկարողանաք տեղափոխել։ Եվ այսպես արդեն տեղափոխեցինք թավայի մեջ, ինչպես տեսնում եք, Թորնիկս էլ նկարում է Instagram-ի համար եւ մենք շուտով Instagram-ում էլ կունենանք այս գեղեցիկ խմորեղենը։ Թխեցինք 180-200 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 30 րոպե։ Տեսեք ինչպիսի կարմրաթուշ գեղեցիկ կարկանդակ ստացվեց։ Այժմ կտեղափոխենք մատուցվող ափսեի մեջ զգուշությամբ, որովհետև խմորը շատ փխրուն է, եւ կպատենք շաքարի փոշիով։ Ահա այսպիսի գեղեցիկ խմորեղեն ստացվեց։ Այժմ կտրում եմ, ուշադիր լսեք խմորի ձայնը։ Ինչպես տեսնում եք, խմորը եւ խրթխրթան է, եւ փշրվող, եւ շատ նուրբ։ Տեսեք ինչպիսի գեղեցիկ կարկանդակ ունեցանք։ Այսինքն շատ ժամանակ մենք անվանում ենք պիրոգ, որը նույնպես ընդունելի ձև է, եւ իհարկե արդեն վայելելու ժամանակն է։ Լավ կլիներ, եթե հովանար նոր կտրեինք, արդեն կարամելը մի քիչ պնդված վիճակում կլիներ, բայց այսպես էլ շատ համեղ է եւ շատ երևելի։ Այսքանը սիրելիներս, ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել իմ բոլոր հետևորդներին, նաև նրանց, ովքեր առաջին անգամ են միացել իմ ալիքին, գուցե շարունակեն մնալ իմ ալիքում, հուսով եմ հուսախաբ չեն լինի, եւ արդեն ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ ու ասում եմ ցտեսություն, մինչ նոր հանդիպում։